Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը եկավ Երևան, վերադարձավ Մոսկվա ու Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանին է հրավիրել Ռուսաստան։ Հական Ֆիդանը Մոսկվայում կլինի մայիսի 26-ից 27-ը։ Եվ ահա ռուսական արտգործնախարարությունը հայտարարել է, թե Մոսկվան եւ Անկարան հետաքրքրված են Հարավային Կովկասի խաղաղությամբ եւ որ կքննարկեն երկկողմ եւ միջազգային համագործակցության հարցերի լայն շրջանակ, այդ թվում Կովկասում գործակցության խորացման հարցը, ներառյալ մեջբերում, տրանսպորտային կապերի եւ հաղորդակցությունների ապաշրջափակումը, ինչպես նաեւ տարածաշրջանի հետհակամարտային վերականգնումը։ Ռուսաստանը եւ Թուրքիան շահագրգռված են Հարավային Կովկասի խաղաղությամբ։ Կողմերի կարծիքով դրան կարելի է հասնել 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակներում, համատեղ ջանքերի միջոցով։ Երեք գումարած երեքն ի դեպ հիմա Բաքվի սիրած թոփ թեմաներից է։ Ալիևն ավելի վաղ պնդում էր, թե կուշտ են միջնորդներից առաջ մղելով պահանջը լուծարել Մինսկի խումբը։ 28 տարի մենք ունեինք այդ միջնորդները, ԵԱՀԿ չարաբաստիկ Մինսկի խումբը, որի միակ նպատակն էր ամրապնդել օկուպացիան եւ Ղարաբաղը հանձնել Հայաստանին։ Հիմա Ալիևը միտքը չի փոխել իհարկե, բայց նաեւ պնդում է, թե տարածաշրջանի խնդիրներով պետք է զբաղվեն տարածաշրջանի առաջատար երկրները, իսկ առաջատար տեսնում է Ադրբեջանին եւ Վրաստանին։ 3 գումարած 3 հայտնի հարթակը, որ ձևավորվեց 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախագահ Թայիպ Էրդողանի նախաձեռնությամբ, նպատակ հանրահրճակեց նույն սեղանի շուրջ Թուրքիա, Իրան, Ռուսաստան խոշորներին եւ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան եռյակին։ Այս ձևաչափով վերջին նիստը Թուրքիայում էր անցած տարվա հոկտեմբերին։ Վրաստանն այդ հանդիպումն էլ բոյկոտեց։ Դարձյալ չցանկացավ Ռուսաստանի հետ նույն սեղանի շուրջ նստել։ Լավրովն ասաց, Վրաստանի համար 3+3 ձևաչափի դռները բաց են։ Կասկած չկա, ասաց, որ այդ ձևաչափը բոլոր մասնակիցների շահերից է բխում։ Մենք հասկանում ենք Վրաստանի դիրքորոշման նրբությունները եւ թերահավատությունը, բայց Վրաստանի ներկայացուցիչների աթոռը միշտ կլինի այս ձևաչափի նիստերի դահլիճում։ Մինչև պարզ կդառնա վրացական աթոռի ճակատագիրն, այստեղ 3+3 ռեինկարնացման վերակենդանացման հարցն էլ դեռ վերջնական վճռված չէ փաստացի։ Ռուսական արտգործնախարարության վերջին հայտարարությունը Ֆիդանի այցից առաջ լավատեսական նոտաներով է։ Բաքուն ի դեպ ժամանակին հաճույքով էր արևմուտքի գիրկը նետվում, որովհետև Բրյուսելն ու Վաշինգտոնը ըստ էության կիսում էին Բաքվի դիրքորոշումը Արցախի հարցում։ Հիմա արդեն երբ Ադրբեջանը զավթել է Արցախը, Բաքվի սերն առ-արևմուտք սառել է։ Դեմքով դեպի Ռուսաստան է շրջվում, ակտիվանում է Ռուսաստանը տարածաշրջանում։ Ադրբեջանի քաղաքականությունը շատ հասկանալի է, որովհետև ինքը իրականում ուզում է թողնել Հայաստանը իզոլացիայի մեջ եւ պահանջում է միջանց։ Եվ մի նպատակով ուզում է օգտագործի Վրաստանը, Վրաստանի տարածքը։ Ռեալ ճանապարհը հողի վրա տեսնելն ու հնարավորությունները ռեալ գնահատելն է, ինչ որ թափանցիկ խոստումների համեմատ, որոնք կարող են լինել Բրյուսելից։ Թեպետ հիմա կարծես առանձնապես խոստումներ էլ չկան։ Բրյուսելում չեն էլ նախատեսում ընդլայնել կառույցը ներգրավելով Հայաստանը։ Ինչ հայտարարի կգան Լավրովն ու Ֆիդանը մոսկովյան հանդիպմանը, ում կողմից է Մոսկվան Երևան-Բաքու կոնֆլիկտում։ Էսկալացիան կանխելու, խաղաղության, կայունության ռուս վերլուծաբանի պատասխանը լակոնիկ է։ Սիրան Մուրադյան, ժամը լրատվական։